Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պարոն Աղազարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Աղազարյան, արդեն ունեք որոշում, ինչ ձևաչափով եք մասնակցելու ընտրություններին, ձեր կուսակցության հետ կապված զարգացումները ուր են հասել։ Մենք իհարկե կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ մասնակցենք ընտրություններին որևէ դաշինքի շրջանակներում։ Բայց այնպես չի, որ այդ հարցը հեշտ լուծվող հարց է, որովհետև կան դաշինքների ուժեր, որոնց մենք չենք ցանկանում միանալ, եւ չեմ էլ ասում, որ իրանք բանանում խնդրում, աղաչում են, որ մենք միանանք, մենք չենք մերժում ենք։ Այդպես չի, բայց մեր գաղափարական հենքերի պայմանավորված, արժեհամակարգից պայմանավորված, պարոն Ասլանյանը եւ ես գտնում ենք, որ ուժեր կան, որոնց մենք ինքներս չենք կարող միանալ։ Կա ուժեր, որ մենք ուզեինք միանայինք, բայց իրանք մեզ չեն ուզում։ Բայց այդուհանդերձ կան ուժեր, որոնց հետ մենք բանակցությունների մեջ ենք եւ հիմա այդ գործընթացը գնում է։ Նախընտրում ենք, որպեսզի դաշինքով լինի, առավելևս, որ մենք ներկայացնենք ընդդիմադիր դաշտին քննարկելու համար ճանապարհային քարտեզ, Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ցույց տալու համար եւ մենք փորձում ենք տեղավորենք այդ նաեւ այդ տրամաբանության մեջ։ Բայց չի բացառում այնպես իրավիճակ լինի, չի բացառում լինի այնպես իրավիճակ, որ այդ մեր ասես պատկերացած դաշինքները ձևավորվեն, ճակատը ձևավորվի եւ որևէ դաշինք չուզենա որ մեզ ընդգրկի համարելով մեզ Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ։ Մենք համաձայն ենք չընդգրկվել այդ դեպքում եւ չմասնակցել ընտրություններին, բայց մենք լինենք այդ ճակատի մաս, որպես բաներ, այսպես կոչված այդ ծրագրի մաս կազմող, ինչքան որ կարող ենք օգտակար լինենք, այդքան օգտակար լինենք։ Մենք դրան ենք համաձայն, ընդ որում եթե 4 ամսով պետք է ձևավորվի խորհրդարանը։ Որևէ տարբերակ չունենալու դեպքում մենք նաև դիտարկում ենք տարբերակ, որ մենք կմասնակցենք ընտրությունների միայնակ։ Երբ որ ասում եք որոշակի դաշինքներով կան անուններ, օրինակ կարող եք ասել ում հետ եք տեսնում այդ համագործակցությունը։ Չենք տեսնում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի ուժերի հետ։ Մնացած բոլորի հետ տեսնում եք։ Մնացած բոլորի հետ, մնացած բոլորի հետ տեսնում ենք ըստ էության։ Հիմա թե իրանք ինչ դիրքորոշում ունեն մեր նկատմամբ, դա արդեն ուրիշ խնդիր է, որովհետև այնպես չի որ բոլորն նորից եմ կրկնում, երազում են որ մենք լինենք իրենց կողքի կամ իրենց շարքերում լիքը բաներով պայմանավորված։ Բայց բոլոր մյուսների հետ մենք պատրաստ ենք։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, այդ առանցքի ուժերի հետ մենք պատրաստ ենք ճակատում լինենք։ Սամվել Կարապետյանին մենք չենք միանա, մեր ձևաշարժմանը մենք չենք միանա, որովհետև ես վստահ եմ, որ այսօր երկրորդ ուժը, քաղաքացիական պայմանագրից հետո երկրորդ ուժը մեր ձևաշարժումն է եւ 100% ես վստահություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ցույց չի տալու, որպեսզի մեր ձևաշարժումը կամ ասոցիացված մի միավորում կամ ասոցիացված մի ուժ հասնի ֆինիշին նախընտրական բանի հասնի քվեարկության օրվան։ Հետևաբար չենք միանա զուտ ռացիոնալ քաղաքական հաշվարկով։ Այդ դրաման ենք առաջարկում ճակատ, որի կենտրոնական քաշող ուժը պետք է լինի բանը, մեր ձևաշարժումը, քաշող ուժը, որպես այսպես կոչված քիչ թե շատ թարմություն, որ չի խառնվում ոչների հետ, ոչ մեր նման ասենք այսպես կոչված Նիկոլի պրոյեկտների հետ չի խառնվում եւ ինքը գնում է առաջ բանով, բայց քանի որ ինքը չունի քաղաքական փորձառություն, այդ քաշող ուժի համար որպես սարժիչ ուժ պետք է հանդիսանա դաշնակցություն։ Պարոն Աղազարյան, ես ճիշտ եմ հասկանում, դուք պատկերացնում եք հետեւյալ մոդելը. հիմնական ուժեր բևեռներով մասնակցեն ընտրություններին, հետընտրական կոալիցիաներ ձևավորեն Փաշինյանի դեմ։ Այո։ Բայց նախնական պայմանավորվածությամբ, ասենք որևէ քաղաքական, որևէ բևեր, դաշինք, տեսնենք Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված ուժերի դաշինքը, ինքը մասնակցում է այդ ճակատի շրջանակներում եւ չի հաղթահարում 8% բարիերը։ Միևնույնն է, ինքը այդ 4 ամսվա կառավարությունից պիտի բաժին ունենա, որպես այդ 4 ամսվա կառավարությունը լինի հավասարաչափ, հավասարակշռված, որ որևէ մեկը չկարողանա քաղաքական վերմակը քաշի իր վրա։ Եվ հետո նոր գնանք ընտրությունների արդեն առանց քաղաքացիական պայմանագիր կուսակցության, առանց Նիկոլի վարչա, հետո մի հատ բառ ասեմ, նոր ասեմ, վարչա ռեպրեսիվ հնարավորությունների կիրառման ներքո։ Որպեսզի
իրապես ձևավորվի հասարակության պատկերացումը, թե հասարակությունը իրապես ինչ Հայաստան է ուզում։ Ուզում է ընտրի դաշնակցությանը, որ 3 օրում Արցախը ազատագրի, հետո 3 օր քեֆանի, հետո դա Ղարսը բան ազատագրի։ Ուզում է ընտրի Նիկոլ Փաշինյանին, որ պիտի ադրբեջանցիներին բերի բան Հայաստան, այդպես կոչված փախստականներին, որ պիտի հեծը տա թուրքերին, որ պիտի, չգիտեմ, ինչ նմանատիպ քայլեր անի, որոնք արդեն Հայաստանի պետականության հետագա զարգացումը գնեն կասկածի կընտրի, թող ընտրի, ում կընտրի ժողովուրդը, այդ ժամանակ եք ձևավորվի նոր իշխանությունը 4 ամիս հետո։ Դուք ասում եք վարչական ռեպրեսիվ մեթոդներով Փաշինյանը իրականացնի իր քայլերը։ Հիմա արդեն այդ վարչական ռեպրեսիվ մեթոդները ուժի մեջ դրված են, այսինքն որ ուղղությունները եկեղեցի արդեն մոտավորապես 1 տարի է այդ ռեսուրսները դրված են բանի մեջ, ընթացքի մեջ են դրված եւ կներեք նվաստից դա սկսվել է ինձանով նախ թիմը բանանելու համար, մոբիլիզացնելու համար, հետո նոր արդեն մյուսներին արդեն կարգի հրավերելու համար, արդեն հետո այդ ամենաակնհայտ բանը եղավ եկեղեցու դեմ արշավը, որովհետև եկեղեցու դեմ արշավը պայմանավորված է նաև ուրիշ բանով։ Եկեղեցու դեմ արշավը պայմանավորված է նաև ուրիշ բանով։ Ինքը ուզում է ստեղծի 4 հանրապետություն։ Եկեղեցին է խանգարում։ Հայո, պիտի ստեղծի Հայաստանի առաքելական եկեղեցի, որը պիտի դառնա 4 հանրապետության հենասյուներից մեկը։ Դե օրինակ դասագրքերը փոխեց Հայաստանի, ոչ մի ցնցում չեղավ դասագրքերի հետ կապված մեծ առումով։ Ինչ է փոխեց Հայաստանի, որ ցնցում չեղավ։ Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձրեց։ Դիշկա։ Ահա, հիմա որ ասում եք, այո, հիմա որ ասում եք եկեղեցին Հայաստանի առաքելական եկեղեցի, դրա ցնցումը ո՞րն է լինելու։ Միայն անունը։ Ես չեմ ասում ցնցում է լինելու։ Ես ասում եմ, որ ինքը ուզում է ստեղծի Հայաստանի առաքելական եկեղեցի կամ անունը կարող ուրիշ բան դնել, բայց գտնի առաքելական եկեղեցի կփորձի, որպեսզի դա դառնա 4-րդ հանրապետության իր ցնորական գաղափարի իրականացման հենասյուներից մեկը։ Չի կարա Թուրքիան չի համաձայնվում, որ համաշխարհային կառույց հայ առաքելական եկեղեցին շարունակի իր ձևով գոյությունը եւ բանա իրաց համար խանգարող հանգամանք հանդիսանում երևի էլի հայությանը համախմբելու իմաստով քրիստոնեական այդ մեծ էներգետիկան այս տարածաշրջանում պահելու իմաստով խանգարում է ախր նայեք այսօր Նիկոլ Փաշինյանը ազդում ընտրությունների վրա եթե մեկ ասում եթե մի շավելի բան ասենք պատրաստվում է կեղծել ընտրությունները հո չի վերցնելու արկղերը տանի նոր արկղեր բերի քվեատուփերը Էդի անում էին 90-ական թվականներին, հետո մոդեռնիզացվեց 90-ական թվականներից դարավ ուրիշ ձևով, էդի չէին անում, ընտրողներին էին ճնշում, հետո փող էին բաժանում, կամաց այդ քաղաքակրթությունը գնում է առաջ, հիմա այս ձևով է, չի թողնի կարևորագույն իր հակառակորդ ուժին մասնակցի հասնի ֆինիշին հազարատ բաներ բերելով, ունենալով Եվրոպայի աջակցությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը։ Հիմա նույնիսկ Թուրքիան Հոչի մտնելու մեզ մորթի, այդ ձևի չի ինք իր հարցերը լուծելու, ինքը մեզ սիրելու է, գրկելու է, ուժեղ գրկելու է, ու մենք խեղդվենք, այդ է ինքը, այդ ձևի անում, հո Թուրքիայի 100-ամյա, այսպես կոչված ծրագիրը, մեծ ֆրանական բանաշխարհը, թուրքական աշխարհը միավորելու բան, հո չի վերացել, ինքը, մենք ասում ենք ախպեր եկեք, գնացեք եկեք, գիտենք, լավ ենք անը որ ասում ենք, նայած թե մենք Թրամփի ուղին ոսկ կզարգացնենք, մի տարբերակով մենք ուժեղ, շատ կուժեղանանք, մի տարբերակով կլինի մեր պետականության նորից համար վտանգավոր իրավիճակ։ Նայած ոնց ենք անում, մենք ասում ենք եկեք գնացեք Թուրքիա, խնդրեմ գնացեք, բայց Եվրոպան, ոնց որ Նիկոլ Փաշինյանը ուսին թփթփացրեցին եւ Պրագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, ինչին հետ ես համաձայն էի, բայց դրանից հետո պետք է բխել ուրիշ բաներ, ազգերի ինքնորոշում եւ այլ անտեր թողեց Եվրոպա մեզ, խափեց լկտիաբար այդ լկտի Մակրոնը, այն վաղտերը ով էր, բանը շուրցը, չէ՞ գազում, դրանք խափեցին մեզ, հիմա նույն ձևերին մեզ իրենք խափելու են, որպեսզի հայոց պետականությունը
Պարոն Աղազարյան, երբ որ ասում եք դուք կողմ եք այդ որոշման հետ կապված, դուք հետագա զարգացումները չէիք կանխատեսում, որ դա բերելու էր տրամաբանորեն Արցախի հայաթափմանը։ Ոչ, ես կարծում եմ, որ մենք երբ որ ասում ենք, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաև Արցախ-Ադրբեջանի որպես կազմ, մենք առաջ ենք մղում ազգերի ինքնորոշման իրավունքը, որը պիտի արվի շուտվանից, որը պիտի անել մենք ես ինքս էի կարծում, միգուցե վարչապետները փորձում են տանապարվել, ես չգիտեմ, բայց ես արդեն հիմա որ հետին թվով անալիզ եմ անում թե ինչոց է, ես այդքան էլ վստահ չեմ, որ ինքը այդ ճանապարհով էր ուզում է հենց ճանապարհով։ Բայց Արցախի ինքնորոշման իրավունքի կողմ երկիրը այդպիսի պատերազմ կվարեր 44 օր, եթե մարդու ուժով է դիմում այդ ամեն ինչին, դուք կարծում եք Ադրբեջանը հակամտածեր Արցախի ինքնորոշման մասին։ Ես կարծում եի կար Մինսկի խումբ եւ փաստորեն եղել է առաջարկություն, նորմալ առաջարկություն եղել է այդ Մինսկի խմբի շրջանակներում, ասեք քաղաքակրթությունը ո՞ւս կարա թույլ տա իր աչքի առած ցեղասպանություն, դե ցեղասպանություն է, չէ՞ Արցախի հետ կապված, այդ մենք ոնց դες փաթեթավորի, դա ցեղասպանություն է, որտեղ ցեղասպանությունը իր սահմանումը, այդ պատասխան չի կոտորեն որտեն բան։ Ցեղասպանություն է, բայց ես հայ վստահություն ունեի, որ Մինսկի խմբի շրջանակներում կարելի է այնպես անել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի բանով առաջնորդվել եւ ամենակիչը հասել են բանին, որ Արցախը Ադրբեջանի կազմում ունենա բարձր, շատ բարձր ինքնորոշություն։ Այդ ես ճիշտ ասած սխալ թե ճիշտ, ես այդ տեսակետն եմ եղել, այդպես եմ մտածել։ Բայց փաստորեն Եվրոպան մեզ շատ գեղեցիկ ձևով խաբեց։ Անհանգստություն ունեմ, որ հիմա մտածում եմ, հիմա այն ժամանակ չի կարող մտածել, հիմա մտածում եմ, որ խաբել են, որտեղ իրանց գերնպատակը Ռուսաստանին տարածաշրջանից հանելն է, Ռուսաստանը մասնատելն է։ Հայաստանը հիմա հանուն Ռուսաստանի մասնատելու իրանց պատկերացումներով, էլի, եվրոպացիների պատկերացումներով, հանուն Ռուսաստանի մասնատելու, հանուն Ռուսաստանի այսպես կոչված ոչնչացման, մի հատ փոքրիկ պետության, ասենք, բանը ինչ է խանգարում, թող մարդկության համար են դառնում։ Դե հայրենիք դա Ֆրանսիայում կապրեն, էլի, Փարիզում, Մարիզում գիտեն կապրեն, ինչ է։ Իշխանությունն էլ մտածում է, պարոն Աղազարյան, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, ուրեմն պետք է հետևություններ անել այս ամենին։ Սուտ է դա։ Դա սուտ է։ Դա սուտ է։ Եվ ես սկսում եմ մտածել, որ այն մարդիկ, որոնք ասում են, այն վերլուծաբանները, որոնք ասում են, որ Արցախը դիտավորյալ կորսվեց, որպեսզի հայ ժողովրդի մոտ ատելություն առաջացվի Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի, ես արդեն սկսում եմ մտածել, որ կարող է այդ մարդիկ ճիշտ են։ Այսինքն Հայաստանի իշխանության ձեռքով եղավ, որպեսզի ատելություն լինի Ռուսաստանի հանդեպ։ Դե այդ տեսակետը կա, չէ՞։ Այդ տեսակետը բանը այս կամ այլ շոշափում է, եւ ես սկսում եմ մտածել, որ կարող է պատահի իսկապես ես սխալ եմ այդքան, ասենք, այս տարիքում ես այդքան բան չեմ հասկացել, կարող է պատահի տարբերակները, որովհետեւ պերմանենտ ձևով առավոտից իրիկու, ասենք, այդ հակառուսական հիստերիան ինչու է պայմանավորված։ Վերցնենք երկու հոգի, երկու հայ մարդ, քաղաքացի։ Մեկը գտնում է, որ մենք պետք է այսպես կոչված եվրոպական կողմնորոշում ունենանք, մեկը գտնում է, որ մենք պետք է ունենանք ռուսական տարածաշրջանային կողմնորոշում, այսպես կոչված։ Ինչի այն մեկը պիտի դառնա հայրենիքի հերոս, այսպես կոչված, իսկ մեկը բանա թշնամի եւ դավաճան, ինչի համար։ Երկուսը կարծիք են, հիմա կարող պատահեն կարծիքն, կարող պատահեն կարծիքն։ Ինչի է այդ ձևի։ Այդ սերմանելը արդեն բերում է քո մոտ մտածմունք առաջացնում, որ կարող է պատահի հանկարծ։ Որպեսզի կարող է պատահի հանկարծից մենք հանկարծակի չգանք, ավելի լավ է շարժից փորձակցելու ամեն ինչ անենք, որ վարչապետը չվերարտադրվի, էլի։ Տեսեք, Ռուսաստանում Նիկոլ Փաշինյան տարեկան բավականին հաճախ է լինում, Պուտինի հետ հանդիպումներ է ունենում, վերջին նույնիսկ հանդիպումը։ Ինչու այդ մասին չի խոսում։ Եթե այդքան անհանգիստ է Ռուսաստանի հիբրիդային պատերազմից, ինչու այնտեղ որևէ ձևով չի արտահայտում այդ մասին իր մտքերը, իր անհանգստությունները։ Պետք է կասի, ես ինչ վատ բան եմ ասում Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Դուք ձեր շահն եք հետապնդում, դուք ձեր պետության շահով եք առաջնորդվում։ Եվ այդ հիբրիդային պատերազմը որ անում եք, ես չեմ ասում, որ դուք մեր թշնամին եք։ Դուք ձեր պատկերացումներով ուզում եք հայոց պետականությունը օգտակար լինեք, ձեր բնականաբար շահերից ելնելով։ Կասի, ինչ, ասեք դա ինչ է, խոսքը չկա ասելու արդարանալու խոսքը չկա, ինքը կարող ասի, դի համար էդի որևէ դժվարություն իրենից չի ներկայացնում։ Ասի եւ կանխելու մտադրությամբ ասի, այսինքն ասի, որ մի արեք այդպիսի հիբրիդային պատերազմ մեր դեմ, ինչի մասին իրենք անհանգստանում են։ Այդպիսի բան չկա, այդպիսի բան չկա իրականում։ Այսինքն իրականում չկա, դրա համար չի ասում։ Չկա, իհարկե, իրականում չկա այդպիսի բան։ Իրականում չկա այդպիսի բան։ Ինձ այսպես կոչված որոշ մարդիկ համարում են բանա ռուսամետ։ Ռուսների պահանջով բարեկամության խմբից հանել են ժամանակին։
Բելարուսի հայ-բելարուսական բարեկամական հանել են իմ հռետորաբանության համար, այսպես կոչված իբրև թե հակառուսական հակաբանը բելարուսական կեսվածքի համար ինձ բարեկամության խմբից հանել են, բայց ես ռացիոնալ մտածողության տեր մարդ եմ։ Ես գտնում եմ, որ եթե Տրամփի ում մասնակցություն ունենա Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միասին, ապա դա շատ հաջող պրոյեկտ կլինի Հայաստանի համար։ Եվ գտնում եմ նույնպես գտնում եմ, որ եթե Ռուսաստանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը չունենան մասնակցություն Տրամփի ուղղ այսպես կոչված այդ պրոյեկտին, ապա դա շատ վատ կլինի Հայաստանի համար։ Հիմա ես այդ կարծիքին եմ։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը ասում է թե բանը հեսա բանը ոչ ինչ ռուսներն կան ուզում թողա մասնակցություն ստում է։ Ինքը պետք է սանելու որ Ռուսաստանը չմասնակցի։ Ինքը իրականում այդ գիզն է տանում։ Իսկ ով մասնակցի միայն Թուրքիան եւ Ադրբեջանը եւ Եվրոպան, թե Եվրոպան ներկայացվելու հենց Թուրքիայի տեսքով։ Չեն, Եվրոպան ներկայացվել Թուրքիայի ձևով։ Եվրոպան ներկայացվել Թուրքիայի տեսքով, որովհետեւ նորից եմ ասում, իրաց գերնպատակը մեծ թուրքական աշխարհը միավորելն է ընդդեմ Ռուսաստանի։ Ասենք մենք այդտեղ բան ենք կատարում, մի փոքր խանգարող դերակատարություն են, չգիտեմ ոնց են խանգարում։ Թող միանան, թող դա մեր հողով թողան գան, թող միանան, ի՞նչ է։ Դուք ասում եք ուժեղ բացարձակ դեմ չեմ, եթե իրանք իրաց համար տնտեսական բան են ստեղծում, ռազմական ինչ ուզում են թող ստեղծեն, բայց մենք էլ պիտի ինչ-որ լինենք, որպեսզի պաշտպանված լինենք, էլի։ Դուք ասում եք, որ Թուրքիան ուժեղ գրկելով է սպանելու մեզ։ Ինչու է Փաշինյանը օգնում այդ ուժեղ գրկող Թուրքիային։ Ինչն է պատճառը։ Իշխանությունն է միայն պահելու խնդիրն է լուծում զուտ։ Հիմա վերցնենք այս բանը վերջերս այս բանաձևը շատ եմ օգտագործում, ովքեր որ լսել են ներողություն եմ խնդրում էլի կրկնվելու համար։ Վերցնենք դուք գանք փողոց եւ 100 քաղաքացու հարց տանք։ Ասա թե ովքեր են մեր 3 թշնամի պետությունները։ 100-ից 90-ը կնշեն Թուրքիա, Ադրբեջան, նոր Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան, ԱՄՆ, Թուրքիա, համաձայն եք, որ 100-ից 90-ը կասեն Թուրքիա, Ադրբեջան։ Համաձայն եք։ Համաձայն եք, որը մեկը չի արարվում, չի ուզում։ Հիմա հաջորդ հարցը, եթե սա այդ համաձայն եք, հաջորդ հարցը։ Համաձայն եք, որ Թուրքիան, Էրդողանը եւ Ալիևը ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Կասկածող մարդ կա։ Չեմ կարծում, որ կասկածող մարդ ունի։ Իրանք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, որովհետեւ իրանք ծրագրերը իր հետ արդեն կարան պայմանավորվածներ կա եւ այլ։ Բա երկու մեր ճշտամական պետությունները ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ։ Ասենք biz մտածելու բան չունենք։ Մենք մտածելու բան չունենք, ասենք էլի նորից շարժից փորձանքից հեռու։ Մենք դեր պիտի լինենք Նիկոլ Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերին դեր պիտի լինենք, ով որ գա իշխանության, ով որ փորձի գա իշխանության։ Ինչ պետք է չեղարկվեն, ոչ մի բան չպիտի չեղարկվի, որևէ բան չպիտի չեղարկվի։ Պետք է դրանցով առաջացած մարտահրավերները կառավարվի ուղղակի։ Մենք ես անձամբ գտնում եմ, որ մենք պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լինենք ամենահնարավոր սերտ ու լավ հարաբերությունների մեջ, առանց մեր ինքնիշխանության ոտնահարման, առանց մեր հետ կապված հետագա գոյաբանական խնդիրների առաջացման։ Դե հիմա լավ հարաբերություններ են, առևտուր ենք անում, բենզին ենք բերում։ Բա լավ հարաբերություններ չենք ասում թշնամի են։ Թուրքիայի ծրագրերը փոխվել են։ Թուրքիայի եւ Թուրքիան ժամանակին 100 տարի առաջ Արցախի հարցը դրեց, այսօր լուծեց, հիմա էլ արդեն սկսում է դնել Հայաստանի հարցը դնել հալավ չի լուծում մի անգամ էս կոպիտ չի անում որ մի 20-30 տարի հետո Հայաստանի հարցը լուծվի ասենք մենք իրավունք չունենք անհանգստանանք առանց որևէ նորից մտածելով որ ինչպես Ռուսաստանը ենթադրել եթե հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ անում է իր պետության շահերից նորից ենթադրենք որ Թուրքիան ոչ թե զզվում է հայ ժողովրդից այլ իր պետության շահերից ելնելով ուզում է որ հայոց պետականությունը չլինի որ խանգարում է էլի թող ապրեն պարտադիր այդ պետության մեջ ապրեն 1000 տարի ապրել են Թուրքիայում ինչ ա եղել խոսքի օրինակ կամ ուրիշ բաներ թող հիմա էլի մատրիչ պետականություն լինի ինքը առաջնորդվում է իր շահերից ինքը չի ուզում հայ ժողովրդին վերացնել հետեւաբար չի կարելի այդ ամեն ինչը մտածել այդ ձևի հարաբերություններ զարգացնել Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ եւ մնալ պաշտպանված Երբ որ ասում եք այդ ձևով, պարոն Աղազարյան, իմ իշխանությունն ասում է, սա իմ ծրագիրն է, սա իմ խաղաղության բանաձևն է, ո՞րն է դեր այլ ծրագիրը, ինչ եք առաջարկում դուք։
ընդդիմություն։ Խաղաղության բան։ Այ խաղաղության, հարաբերությունների կառուցման Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Խաղաղությունը որպես այդպեսին ինքը պետք է արձանագրի իրերի վիճակը։ Եթե իրերի վիճակը այնպեսին չի, որ խաղաղությունը, որպես պետություն, եթե պետություն որպես պետություն չունի, խաղաղությունը կլինի բնականաբար, այս մասին խոսք չկա։ Եթե իրերի վիճակը այնպեսին չեն, որ խաղաղությունը ձեռնտու է եւ քո համար եւ պոտենցիալ ասպես կոչված ճշտամի հարևանների համար, ապա խաղաղությունը չի լինի։ Իհարկե խաղաղության կողմնակից ենք։ Այսինքն աշխարհում կա որևէ մեկը այսօր, որևէ մի հատ տականք, որևէ մի հատ սողուն, վերջ ասած Ադրբեջանից Թուրքիայով հասնենք մինչև այն Պակիստան չէ։ Բանին, անունը չէ հիմարի անունը Ֆրանսիայի Մակրոնին, հասնենք Ֆրանսիայի, այդ ամբողջ տարածաշրջանում Ռուսաստանով մեկ կամ մի հատ մեկը, որ մտածում է, որ Հայաստանը չի ուզում խաղաղություն, կամ մի հատ մեկը, կարա մեկը ելնի ասի, ես իմ վերջի խոսքերով ես իր հետ խոսամ, ասեմ դու ինչ ես խոսում, այ հիմար, Հայաստանը խաղաղություն չի ուզում, հա? Հայաստանը խաղաղություն ուզում է, եւ Հայաստանը խաղաղություն պետք է, բայց դա չի լինում էլի մենակ թղթով։ Դա լինում է, երբ որ դու նաև քեզնից գործոն ես ներկայացնում։ Այ երբ որ կարողանանք մեզ քիչ թե շատ գործոն ներկայացնենք, մենք Ադրբեջանից լինենք 10 անգամ թույլ, ոչ թե 11 անգամ թույլ, այլ 10 անգամ թույլ, որ ինքը փորձի այս կամ այն իր նպատակը ռազմական ճանապարհով իրականացնել, տեսնի որ հակահարված է ստանալու։ Այդ ժամանակ խաղաղությունը կլինի։ Այ Ադրբեջանը կասի, արի լավ է, թարգենք, սկսենք բաներ, բենզին տալով, բանով, տնտեսությունը այդևի բան անենք, գրավենք Հայաստանը։ Խնդրեմ, որտեղ կարող է պատահի 100 տարի հետո, 200 տարի հետո լինի, եթե մենք չկարողանանք մեր համար հակա բաներ ստեղծենք։ Իդեպ կողմ եք, որ Բենզինի գա Հայաստան, առևտուրան հիմա շատ են խոսում դեմ կողմ կարծիքները։ Եթե բնականաբար ասենք չլիներ մեր օկուպացված հողերի հարցը եւ մեր գերիների պատմությունը, միանշանակ կողմ եմ, անկասկած կողմ եմ, որովհետեւ շուկան եւ բիզնեսը լրիվ ուրիշ օրենքներով են առաջնորդվում, անկասկած կողմ եմ։ Հիմա այդքան էլ չի ցանկանա այս պահին այդ բանը տեղի ունենա, որտեղ մի տեսակ վիրավորական ոնց որ լինի, երբ որ դու ունես գերիներ, երբ որ դու ունես բան, եւ էսի Ադրբեջանը անում է նորից դեր շահատական նպատակներով Ամերիկային ցույց տա, որ իբրև թե արդեն ապաշրջապակումը վերացված է, 907 բանաձևը բան արեք։ 907 բանաձևը գիտեք, որպես զենքեր առնի, զենքեր առնի ինչան չեմ հասկանում։ Զենք առնում են ինչան, եթե մենք աղբերներ ենք արդեն Իրանի վրա է պատրաստում հարձակվելու։ Իրանը հազարամյակների պետությունն է, Իրանին ոչ մեկը բան չի կարանի։ Ուզում է փոխվին դեր իշխանություն, չփոխվին դեր իշխանություն, ոչ մեկ ոչ բան չի կարանի։ Եվ հետեւաբար Ադրբեջանը իր բաներում անկեղծ չի։ Վերցնենք մենակ այդ գինու շիշը, որ երեքցել էին, եթե ճիշտ է, ես չգիտեմ էլի։ Բազարչյան։ Հա, եթե ճիշտ է, ես չգիտեմ։ Մենակ վերցնենք դա։ Ասենք դա ինչքան վիրավորական է մեր համար որպես բան։ Որպես ազգ, որպես ժողովուրդ, վիրավորական է, էլի։ Հա, կանանք կուտանք որոշակի վիրավորական բաներ, կանանք որոշակի կորուստներ ունենանք, բան հանուն նորից եմ ասում խաղաղության։ Բայց ես ասում եմ Բաքվից Թուրքիայից մինչև Ֆրանսիայի այդ հիմարը ֆրանկան Ռուսաստանավեսյանի բանանենք, եթե կա որևէ մեկը, որ մտածում է, որ Հայաստանը չի ուզում խաղաղություն, ուրեմն ինքը ամենավերջի ստորնա ու սրիկան է։ Մենք խաղաղություն ենք ուզում, մենք ուրիշ ձև չունենք, մենք չենք կարա ցանկության դեպքում էլ 80-100 միլիոնանոց Ադրբեջան Թուրքիայի դեմ որևէ, այսպես կոչված, ոտնձգություններ անենք։ Վերադառնանք եկեղեցու հետ կապված գործընթացներին իշխանության, պարոն Աղազարյան։ Տպավորություն է, որ եկեղեցին դեռևս բավականին ուժեղ դիմադրում է եւ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում ամեն դեպքում վեհապառին հեռացնել եւ եկեղեցուն, ինչպես դուք եք նշում, ենթարկեցնել իրեն ինչ-ինչ զարգացումների պարագայում։ Կկարողանա եկեղեցին այսենց անսասան իր դիրքերը պահել եւ չենթարկվել Փաշինյանի այս գործողություններին կամ այս հնազանդեցման գործընթացին։ Հերթական անգամ ես իմ հիասմունքն եմ արտահայտում հայ առաքելական եկեղեցու ղեկավարության եւ մասնավորապես Գարեգին երկրորդի նկատմամբ։ Ես ինքս հավատացած չեմ եւ միշտ վատ եմ վերաբերվել կներեք գրեթե բոլոր հոգեվարականներին։ Ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի, որովհետեւ ես միշտ գտել եմ, որ ամենասարսափելի բանը, որ մարդկությունը ստեղծել է, դա կրոնն է, եւ հետեւաբար ես միշտ իմ պատկերացները ուրիշ են։
Ես ինչ որ խոսում եմ, ինչ որ բան եմ անում, ես ելնում եմ աշխարհիկ, այսպես կոչված, արժե համակարգի տեսանկյունից, համանadrություն եւ այլ, եւ գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոտնձգությունը, այսպես կոչված, արներևույթ եկեղեցու նկատմամբ, հիացած եմ եկեղեցու եւ կաթողիկոսի պահվածքով հավասարակշռված, բայց Նիկոլ Փաշինյանը խափում է։ Ինչ հարցում։ Ինքը չի ուզում կաթողիկոսին հեռացնել։ Բայց չի ուզում բան անել։ Ինքը ուզում ստեղծի Հայաստանի առաքելական եկեղեցի, այս սողուններով։ Եվ ինքը ստեղծելու է մինչև փետրվարի կեսերը, հիմա կանոնադրությունն է գրում, այ ինքը հիմա Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն երկու զուգահեռ եկեղեցիներ են։ Այ հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը նստած կանոնադրությունն է գրում։ Այ հիմա, այսօր հիմա չէ, հիմա ինքը աշխատում է։ Երեկոները նստած կանոնադրությունն է գրում եւ մինչև փետրվարի կեսերը կտան արդարադատության նախարարությունը այս կանոնադրությունը հաստատելու համար։ Ինքը խափում է քեզել կաթողիկոսն էլ բոլորին էլ խափում է։ Ինքը ուզում է ստեղծի Հայաստանի առաքելական եկեղեցի, որը պետք է դառնա իր ցնորական գաղափարի 4-րդ հանրապետության հենասյուներից մեկը, էդի է անում ինքը։ Ինքը խափում է։ Այսինքն դերես կանոնադրությունը տվեց արդարադատության նախարարությանը, հետո ինչ է լինելու, կա։ Կաթողիկոսն ընտրելու բան ունենալ, այս է մեր եկեղեցին, всё։ Բա վեհապարը Գարեգին երկրորդը ինչպես է լինելու։ Հիմա Հայաստանում քանակ կրոնական կազմակերպություն կա։ Հա, աղանդավորական կազմակերպության նման մի բան է ստեղծում։ Աղանդավոր, իրաք է քեզ են ասում աղանդավոր, իրաք կրոնական կազմակերպություններ են։ Կրոնական կազմակերպություններ են։ Եվ խղճի ազատություն կա։ Հիմա մտել է ստեղծում կրոնական կազմակերպություն կաթողբանով։ Հա, երկու զուգահեռ լինելու է հայ առաքելական եկեղեցի, դա Հայաստանի առաքելական։ Հա, ես առաքելական։ չգիտեմ որ կարգավորվի, հետո երևի արդարության նախարարությունը, եթե իհարկե Աստվածաշարի վարչապետը վերընտրվի, կգտնի որ հակասություն կա, մեկին կասի կարգել լինի միսի գործողությունը Հայաստանում։ Կասի գնացեք դերնեք Մոսկովներում, Շվեյցարիաներում, բաներում բանալիք։ Խափում է ինքը, ախպեր։ Ինքը գիտեք թե հենց Հավայի ասում 4-րդ հանրապետությունը, ասեց ու մոռացավ գնաց, այդ է կարևորագույն հենասյուներից մեկը դա է, որպեսզի իր հարևանին Էրդողանին եւ Ադրբեջանին ցույց տա, որ ինքը բանում է, բայց ինքը կամ չի հասկանում, կամ հասկանալով գնում է նրան, երբ որ ինքը սկսի 4-րդ հանրապետության շինարարությունը, ասենք որ հիմա ասենք նախապատրաստական քայլեր անում, ցեմենտավազն առնում բան անում, չէ՞, բերում, որպեսզի ստեղծի 4-րդ հանրապետությունը, բայց երբ որ արդեն սկսի ասենք կոնկրետ այսպես կոչված օրենքներով, բաներով նախատեսված գործընթաց, պատկերավոր եմ ասում, պետք է գնա ՄԱԿ-ից շինթույլտվություն վերցնի, որ կառուցի։ ՄԱԿ-ն էլ ասելու է գնա քո հարևաններից ցույց մտնեմ լույսը, ջուրը, մուրը ոչ ես կտրում հարևանների։ Ինքը գալու է Վրաստանը տալու համաձայնությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը տալու համաձայնությունը, Թուրքիան եւ Ադրբեջանը ասել են Նիկոլ ջան, բան մենք։ Չէ՞ որ դու ինքդ ես ասում, որ դու գտել եք ձեր հայրենիքը, որը նշանակում է հայերեն։ Ես ճիշտ է հայերեն շատ լավ չգիտեմ, այլ Ալիևն ասում էլի։ Ես ճիշտ է հայերեն շատ լավ չգիտեմ, բայց ես քեզ շատ լավ եմ ճանաչում, քո մտքերը այնպես բանը խորքային են, որ դուսուս։ Երբ որ դու ասես գտել եք մեր հայրենիքը, նշանակում է դու հայրենիք չեք ունեցել, գտել եք, բայց մենք առավոտ ծիրուկ ասում ենք, այս հայրենիքը մերն է, ախպեր։ Լավ, Ջանդամի գյուղը, դարի միասին ստեղծեք այդ պետությունը։ Էրդողանը կարող պատերյանից միջամտի, ասի որպեսի, քանի որ հայ ազգը համաշխարհային քաղաքակրթությանը սնուցող մտքերով, ծրագրերով, գաղափարով սնուցող ազգը, արի բոլոր դեպքերում Ալիև ջան, բան անենք եւ թոնենք Հայաստանի պետականությունն էլ մնա։ Արի 10240 կիլոմետրը որ որոշել էինք, այն ժամանակին հիշում ես Գյումրիում նստած էինք, բաման։ Այդ թողմնա։ Այդ թողմնա։ Այդպես մի բան է լինելու։ Նիկոլեն ասում է, ինչ եք ուզում, չի ասա խաղաղություն, խաղաղություն չի, այս է հիմա մեր հնարավորությունը։ Ինձ գնդակարեք, ինչ ուզում եք արեք։ Մարդիկ գոհ երջանիկ են լինելու, որ իրաց հնարավորություն կունենան, որ իրաց տունը հարմար գնով ծախեն ու թռնեն այդան Փարիզ։ Եվ խմելու են Նիկոլի կենացը, որ խաղաղություն հաստատեց։ Այդ ձեր ասած կանոնադրությունից հետո եկեղեցու վեհապար կամ կաթողիկոսում է նշանակել, ասենք Նավասարդ Կճոյանի կամ Անուշաբան Ժամկոչյանի։ Այդ սողուներից մեկին, այդ 10 սողուներից մեկին։ Ասենք մի 20-30 բաներ քահանաել ունեն, հանգիստ կարան բանան։ Եկեղեցի կառուցել։ Հանգիստ կարան եկեղեցի կառուցել, եկեղեցիները ինչա։ Գյուղեստը մի մասը իրաց, կամ լրիվ գյուղեստներն իրաց։ Եթե վերարտադրվի։ Հետևաբար մի պիտի թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը, ով արդեն կտրվել է իրականությունից, ով արդեն սպառվել է որպես մարդ, բարոյապես
ֆիզիկապես, քաղաքականապես, հոգեպես, սոցիալապես արդեն ինքը սպառվել է, պետք է թույլ չտանք, որ այդ որակների տեր մարդը արդեն, որովհետև ինքը շատ դժվար ժամանակաշրջանում է ղեկավարել մեր երկիրը, եւ հնարավոր չի որևէ մարդ այնքան էներգիա ունենա, որ կարողանա եւս շարունակել։ Ինքը սպառվել է, ասում ենք, թող աչք հաշի, միտեղ հանգստանա մի քանի ժամանակ, հանգստանա շարժից, փորձանքից հեռու, մենք կգանք կանգնենք այդ բաների առաջ, այդ իրողությունների առաջ, եթե ես ասում եմ, ես բան չեմ ասում, երբ որ ես 3-4 տարի առաջ ասում էի հարց էի տալիս խմբակցության այդ հանդիպումների ժամանակ, պարոն Միրզոյան, պարոն Փաշինյան, բանակցությունների ընթացքում արդյոք քննարկվում է Ադրբեջանի փախստականների վերադարձի ոչ, չի քննարկվում պարոն Աղազարյան, ոչ չի քննարկվում պարոն Աղազարյան, ոչ չի քննարկվում պարոն Աղազարյան, եւ Նիկոլ Փաշինյանը բերեց օրակարգ այդ հարցը։ Եվրոպայում երբ որ ասեց ես դիմում եմ Ալիևին, որ եկեք միասին քննարկենք հետեւյալ հարցը։ Մենք հետ կանգնենք Ադրբեջանի արցախցիների վերադարձից հարցից դուք եք բան։ Այսինքն հարցը բերեց օրակարգ։ Հարցը բերեց օրակարգ, ասում են չկա, հարցը ինքը բերեց օրակարգ, այս ձևով բերեց օրակարգ, որ հետո թե ինչ կլինի չի լինի, դեռ ժամանակը ցույց կտա։ Որին ոչ էլ արձագանքեց Ադրբեջանը եւ Կարձակի ժամանակ, ես կասի դասեք խոսնակ, ինչ ես ասում ախպեր, բացախտիր բանը։ Նկատել եմ համաձայն չէր ըստ էության այդ առաջարկին, դրա համար ոչ մի ձևով չարձագանքեց։ Համաձայն է դուրակարգին, Ալիևը շատ համաձայն, Ալիևն էլ այդպես բան չի, պարզ տղա չի, ինքը շատ համաձայն է, ինքը հիմա վերընտրվի վարչապետը, կասի հիմա տարինակին չի ասում։ Ալիևը կհրաժարվի։ Իհարկե չի հրաժարվում։ Դրա համար եմ ասում, հազիվ թե դրա ցանկություն ունենա։ Կասի ես բանը, Նիկոլ ջան, եթե մենք ախպերներ ենք, եթե մենք արդեն ուզում ենք հարևան եղբայրություն ունենք։ Ինչ է խանգարել։ Ինչ է խանգարում, ասի ես լավ չեմ հասկանում, նա ինձ բացատրեց ինչ է խանգարում։ Այդ դու նայ են բանը հովիկի ասածները, որ ասում կամաց տես քթոն հայրիկ է թանաբիժ շատանա խի մենք եթե ախպերավալի ապրում ենք հեա դες մեր չեմ բացատրի երևի ինչ որ բան չեմ հասկանում եթե համոզես ես գարաժում այդ մտքից ո՞նց է բացատրելու մարդը ուզում է գա իր պատմական այսպես կոչված տանը ապրի ո՞նց է բացատրելու չի կարելի բացատրել ասի ինչ ես ուզում Ռուզանա ջան պատերազմ անեն նայելու է ճղճղալու է էկրանից եւ դու ասում ես որ ախպերավալի խաղաղություն եք հաշտել բան Թողա ոչինչ մենակ խաղաղություն ունի։ Թողա չեն գա։ Մենք հավատում ենք, բայց իրանք չեն գա։ Շատ իմ գործընկերներ, որ այդ հարցը քննարկում ենք, ասում են լավ էլի, հովիկ այդ հարցը չկա։ Մի անդադ բան արա, արդեն հոգնածրեցիր, այն վաղտ էին ասում։ Հետո երբ որ զգացին, որ իրաք է զգացին, որ այդ հարցը կա, ամարտով է գալու ապրի։ Հիմա դե դիմաց, ո՞վ է գալու ապրի, ջան, ո՞ց չեն գա ապրել նախբեր։ Դե չեն հասկանում մարդիկ, կամ չեն հասկանում։ Կամ իրաց դնում են այդ վիճակի մեջ, որ կյանք է, էլի կենթանական կյանք է ապրել, հետո հեռանա, հետո ինչ կլինի, բայց չի մարդը ոչ չի կարող էլի այդ հաշտել։ Շնորհակալ եմ, պարոն Աղազարյան։ Շնորհակալ։